իրավիճակի։ Հաջորդ հարցի համար Ալխազ Ղազարյան համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության տարեկան զեկույցի շրջանակում ձեզ մի քիչ այլ բնույթի հարց եմ ուզում հնչել։ Դիմություն sense գալիս գնում գալիս։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երկը։ Sense ստեյց մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս, հա։ Ես նաև մեզ հետևող հանրությանը չեն կարա գրանցվեն, գալիս են իրանց Ես մեզ հետևող հանրությանը տեղեկացնեմ, որ падգամավորները երբ որ չեն գրանցվում, աշխատավարձից այդ նիստի համար զրկվում են եւ մեր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Դե ճիշտ են ամ, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք, եկեք գրանցվեք։ Համեցեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Ժամանակը վերականգնեք։ Պարոն վարչապետ, Ընդդիմության միության ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ եւ չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ շատ լավ։ Պարոն վարչապետ, Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Տիկին Ղազարյան, հա պատասխանեց պարոն վարչապետը ձեր հարցին։ Ուրեմն խնդրեմ Համեցեք կներեք Տիկին Ղազարյան։ շնորհակալ եմ։ Ոգեշնչված եմ ուղղակի ընդդիմության։ Մեծարգո վարչապետ, ես իմ հարցս մի փոքր այլ բնույթի է, երևի չեմ չափազանցնի, որ նշեմ այն բացառիկ առաջնորդներից եք, ով ամենօրյա ռեժիմով շփվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Կարելի է ասել, մեզանից շատ դուք եք ճանաչացում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ապրող քաղաքացիների ցանկությունները, հնարավորությունները, պահանջները եւ այլն, եւ ես համատեքստում ձեր մարզային հարցերից, ձեր եւ մեր մարզային հարցերից եմ ուզում ձեզ հարց ուղղել, ինչքանով է ձեր զգացողությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչքանով շոշափելի զգում է խաղաղության ազդեցությունը այս պահին, եւ այս համատեքստում նաեւ մեկ այլ հարց է ծնվում իմ մեջ, որը ուզում եմ էլի ձեզ որպես ձեր զգայական այսպես բնույթից հարցնել, արդյոք այս ամենը տեսնելով այսքան ձեռքբերումները, որոնք որ դուք երեք զեկույցի ընթացքում էլ նույնիսկ ձեզ հատկացված ժամանակի ընթացքում ժամանակից էլ անցնելով ներկայացրեցիք եւ ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունը ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հակված կլինի ընտրակաշառքով ընտրությունների գնալու, քանի որ ընտրակաշառք առաջարկում են հիմնականում այն ուժերը, որոնք իրապես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Գիտեք, ես կարծում եմ, որ խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները նաեւ ինտուիտիվ հասկանում են, նաեւ ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետեւ միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետեւ դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տվել, որ հանդարտության պայմաններում մենք ասենք լավ, այս ուղղությամբ նախ խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել
զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվությունն է, չէ՞, բերում դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք եւ այդ պահին, երբ որ մտածում ենք, բայց բյուջետային եկամուտների այս հնարավորությունը ոնց օգտագործենք, էսկալացիայի պայմաններում ամենայն հարգանքով սոցիալական եւ էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններով ամենայն հարգանքով առաջի միտքը այն չի, որ այս ծախսը պետքա ուղղել սոցիալական ուղղություններով։ Մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել, որպեսզի անհրաժեշտ, բայց երբ որ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ որ գիտես, որ խաղաղություն հաստատված է, շատ հանգիստ, շատ հանդարտ այդ ծախսերը, այդ գումարները ուղղում ենք սոցիալական ծախսերի։ Այո, այս ընթացքում եւս մեկ ընդդիմադիր գործընկեր եկավ գրանցվեց գնաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Այսինքն ես գիտեք ինչ, իմ կարծիքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Ես ընդհանրապես 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու, ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդան անցած ընդդիմությունների ներկայացուցիչների, չկա այդ դարաշրջանը անցել է վաղուց։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ շատ եւ եւս ուզում եմ իմ կողմից հաստատվել, որ իրապես զգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղությունը, քանի որ մարզային այցերի ընթացքում գոնե ես ֆիքսել եմ կենսաթոշակառուների մոտ թոշակից խոսելուց գոնե 2 կենսաթոշակառու, եթե չեմ սխալվում, հենց Սյունիքի մարզից փաստեցին, երբ թոշակներից էր խոսվում, որ բարձրանալու են, ասաց կարևորը թոշակը չի կարևորը, կարևորը այն խաղաղությունն է, որ արդեն կա, ինչի համար շնորհակալ ենք։ Այո, համաձայն եմ եւ այդ նախադասությունը մենք բազմիցս ենք լսել, երբ որ քաղաքացիների հետ զրույցներում մենք այդ հետևություններին ենք արել, ես անդադ մեջբերում եմ, հիմա էլ կմեջբերի, բայց ժամանակ կգտնվի, որ գտնեմ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացու եւ իմ միջև տեղի ունեցած, որ ինձ համար շատ մեծ եւ դարակազմիկ նշանակություն ունեցող խոսակցություն է, երբ որ քաղաքացին մոտենում է ինձ, ասում է, որ գիտեք, ես բազմաթիվ հարցեր ունեմ, ես էլ ասում եմ, որ հարցերը արդյունավետ լինեն, եկեք այդ բազմաթիվները դնենք, ձեր ամենակարևոր հարցի մասին խոսեք, եւ քաղաքացին ասում է ամենակարևորը խաղաղություն եմ ուզում։ Այսինքն բազմաթիվ սոցիալ տնտեսական խնդիրների ինքն էլ աշխատող ըստ ամենայնի ոչ շատ մեծ եկամուտներով աշխատող մարդ էր, բայց ասեց ամենակարևորը խաղաղություն եմ ուզում։ Ես էլ ասացի մենք ունենք արդեն խաղաղություն։ Շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար, Զարուհի Բաթոյան հաջորդ